Հարգելի հայրենակիցներ, աղանդավոր Նիկոլը շարունակում է իր արշավը հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ եւ փորձում է իմիտացիաների միջոցով ձեզ բոլորիդ համոզել, որ ինքը ունի իբր թե մեծ հաջողություններ։ Գիտեք, 10 տիրադավ հուդաներ վարչապետի պաշտոնը զբաղեցնող աղանդավորի հետ պայմանագիր են կնքել եւ փորձում են իբր թե բարենորոգել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Այսօրվա մեջ համացանցում տարածեցին որոշ տեղեկություններ, թե այս քահանան, այն քահանան միացել է Նիկոլի, ուրեմն ղեկավարած շարժմանը։ Քիչ առաջ էլ կապիտուլյանտ ոչնչությունը ուղիղ եթեր էր մտել եւ հպարտանում էր, որ այսօր 13 քահանաներ միացել են իրենց շարժմանը։ Նախ նշեմ հետեւյալը, հարգելի հայրենակիցներ, այդ քահանաները նոր չէ, որ միացել են Նիկոլ անհողին եւ այն 10 տիրադավներին։ Այդ քահանաները շատ վաղուց են իրենց դիրքորոշումը ունեցել հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ նրա առաջնորդ կաթողիկոս Գարեգին II-ի նկատմամբ։ Այդ որ դուք տեսնում եք, որ տարբեր եկեղեցիներում տեղի են ունենում ժամերգություններ, պատարակներ եւ սրանցից շատերը հենց այդ ժամերգությունների եւ պատարակների ժամանակ ակտիվ մասնակիցներ են եւ նրանք ընդամենը այսօր փորձելով այսպես ասած միսու արյուն տալ կամ ավելի շատ ժողովրդին խաբել, որ այդ Նիկոլի ղեկավարած շարժումը շատ մեծ այսպես ասած ժողովրդավարություն է վայելում, իրականում Նիկոլը խայտարակվեց իր ուխտաերթի ժամանակ եւ Սուրբ Աննա եկեղեցու մոտ տեղի ունեցած միկրոմիտինգի ժամանակ այդ պիտաչոկը հազիվ էին լցվել մի 300-400 հոգի մարդ, փորձում են հիմա ցույց տալ, որ տեսեք, այդ շարժմանը մարդիկ են միավորվել, այսինքն քահանաներ են միավորվել եւ դա շատ մեծ ձեռքբերում է։ Իրականում ոչ մի նորություն էլ որևէ նորմալ մարդու համար այդտեղ չկար։ Այդ մարդիկ շատ վաղուց դավաճանել են հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ մեխանիկորեն այդ մարդկանց վրա նաեւ մեծ ազդեցություն ունեն Կճոյանները, Միրզախանյանները, Քարամյանները, Սիոնները եւ այլն, ովքեր եւ այս մասսային հիմա փորձում են օգտագործել իմիտացիա ստեղծելու հասարակության մոտ, որ տասնյակ քահանաներ միացել են։ Բերեք ճշտենք մեկ ու շատ կարևոր հանգամանք եւս։ Նիկոլ անհողին հաջողվեց իրենով անել հայ առաքելական Սուրբ եկեղեցու 54 եպիսկոպոսներից եւ arczepiskoposներից 10-ին։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցում կա ծառայում են մի քանի 100 քահանաներ եւ նրանցից ընդամենը այս պահին ընդամենը 13 հոգին պաշտոնապես, ովքեր շատ վաղուց միացել են Նիկոլին եւ կիսում են նրա աղանդավորական հայ առաքելական Սուրբ եկեղեցին քանդելու եւ ուրեմն ոչնչացնելու քաղաքական գիծը, միացան պաշտոնապես նրան։ Այնպես որ պետք չէ սրանից վհատվել, պետք չէ սրանից մեծ ինչ-որ բան սարքել, ավելին Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ենթադրում են, որ շատ լավ գիտի ինչ ծևի պետք է քահանաների հարցերը լուծել, շատ կոնկրետ եւ կարճ ձևաչափով։ Այնպես որ հարգելի հայրենակիցներ, պետք չէ տուրք տալ Նիկոլի կեղծիքներին, պետք չէ նաեւ յուղ լցնել Նիկոլի ֆեյք, ուրեմն տեղեկություններին, թե բա քահանաներ են միացել։ Ոչ մի քահանա էլ չի միացել, քահանաները շատ վաղուց քոնն են եղել, աղանդավոր, իսկ ավելի ճիշտ ասել, կյանքի խոսք աղանդի երկրպագու Նիկոլ